պարոն Շախոյան, ես Մայր Վարդանյանն եմ, Վանաքսեն բաժնից, ինչ եք պատասխանում իրականացնում։ Ձեզ ձու եմ փոխանցում։ Ոստիկանի կարիք չկա ձու փոխանցելու։ Հա? Մի փոխանցեք։ Չէ, ակցիա եմ իրականացնում։ Ձեր ակցիան ի՞նչ կապ ունի ոստիկան ձու փոխանցելու հետ։ Բայց չեք թողում ասնեմ։ Եթե դուք ցանկություն ունեք դատախազությունը, որը դիմում բողոքեն, ներկայացրել եմ, ընթացակարգով տվել եմ, չեմ ընթացակարգ։ Պարոն Շախոյան։ Ես հարց չեմ ուղում, դուք եք գալի երկխոսության եք իմ հետ ընթանում, ես ձեր հարցին պատասխանում եմ, դուք եք ինձ հարց ուղում, ես ձեր հարցին եմ պատասխանում։ Ասում եմ դիմում գրեք։ Ես ասում գրում եմ, գրել եմ, ցանկություն ունեմ, գրել եմ, գնացել եմ, գիտեմ, անցած շաբաթ մոտիկացել եմ, ոնց որ կարգն է պահանջվում օրենքով, արել եմ, այդ ամեն ինչին իրավական ընթաց չի տրվել։ Դրանով պայմանավորված տեղեկացրել են դատախազությանը նույնիսկ դեպքի արդի, որ գալու եմ ակցիա իրականացնել։ Հիմա կարաք ասեք։ Ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն եք ցանկանում, բարձրաբանում եք ուզում։ Պատշաճ ընթացք եմ պահանջում։ Գործի վերաբերյալ առաջարկումը։ Եթե ունեք ցանկություն բարձրաբանման, կարող եք մոտենալ ընդունարան։ Մոտիկացել եմ, քանի անգամ մոտիկանը, գիտեք քանի անգամ եմ ես դիմում։ Դու գիտեք քանի անգամ ես ամեն օր ընդունարան բան եմ փոխանցում։ Լավ, շատ, հիմա խնդիր չկա, ընդունարանն եմ։ Դուք չեք նոր ասում ընդունարան եւ այլն։ Դուք կարող եք Դուք մոտեցեք ձեր դիմումը հանձն։ Դուրս եմ գալու, մի վարկյամ, չեք թողել, ես իմ ակցիան եմ իրականացնում, ձվերս տեղ եմ թողում։ Փոխանցեք։ Այսօրվա իրավապահ համակարգի ոչ պատշաճ գործելավոճի հարցուկն է ու այս նման ձևի ակցիաները շարունակական բնութագրել։ Այսքանով ես ավարտում։ Ասում եմ պարոն Ասեցի հրապարակային կհայտարարեմ, առայժմ չէ, բայց շարունակական բնույթ կրելու է։ Հիմա կարող է, չգիտեմ, այսօր իրականացնեմ, վաղը առավոտը իրականացնեմ եւ ինչ ոճով, ինձ հայտնի չի, չեմ որոշել, բայց հաստատ ես դա շարունակական բնույթ է կրելու, եթե իրավապահ համակարգը այդ ամեն ինչին պատշաճ ընթաց չտա։ Ես հույս ունեմ 0.000%, 1%, որ գոնե այս քանից հետո ընթաց կտան, եթե չեն տա, էլի շարունակելու եմ։ Տեսնում եք իմ արարածների մեջ քրորեն եւ եսի ինչ վատ բան չեմ անում, էլի։ Բացի գլխավոր դատախազությունից այս խնդրի հասցեատերը որ կառույցն է։ Երևանի քաղաքապետարանը։ Իսկ սկզբնա եթե իրա սկզբնաղբյուրն ենք վերադառնում, Երևանի քաղաքապետարանն է, որտեղ էլի եմ կրկնում 2024 թվականին համայնքապատկան հողի վրա շինություն են կառուցել, Երևանի քաղաքապետարանը դրա մասին տեղյակ է, դիմում գրավորով տեղյակ է, գնացել արձանագրություն է կազմել, որ շինությունը ապօրինի է, մի տարի շինարարություն են անում, չեն կասեցնում, թողում են, Չախոյանը երբ որ գնում է հանրայնացնում է, ասում է Չախոյանը զրպարտություն է տարածում, բայց հետո այդ ամեն ինչը հաստատվում է ու Երևանի քաղաքապետարանը երբ որ ես գրավոր դիմում եմ գրում, ասում եմ Երևանի քաղաքապետարան, ըստ որ այս հասցեում շինարարություն են անում, շին թույլտվություն ունեն, օրինական է թե չէ, նկարն էլ տալիս եմ քաղաքապետարանը, ցույց եմ տալիս շինա, քաղաքապետարանը ասում է, հա, շին թույլտվություն ունի, ամեն ինչ նորմալ է, Չախոյան, շուկա։ Համաձայն մամուլում տարածված տեղեկությանը Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Բայց շուկան հիմա կառուցվածը գործում է, ու իմ ունեցած տեղեկատվությունով արդեն երկրորդ հարգը պիտի կառուցեն։
Մասիվ նոնոգ վարչական շրջանում Բաղյան փողոց։